Ողջույն։ Նախընտրական այս իրավիճակը լավագույն առիթ է հասկանալու, թե վարչապետի որ թեկնածուն ինչի է ընդունակ, որքանով է ի վիճակի կառավարել երկիրը ու հատկապես ճգնաժամերը, որոնց մեջ անընդհատ հայտնվում է Հայաստանը։ Երկու տրամագծորեն հակառակ եւ շատ խոսուն պատկերի եմ այսօր անդրադառնալու։ 3 մայիսի 20-ին Քասախում քարոզարշավ էր անցկացնում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Երկու սադրիչ էին եկել, մեկը միկրոֆոնով։ Ուշագրավ էր նախագահ Քոչարյանի պահվածքը, բացարձակ հանգիստ, սառնասիրտ եւ հավասարակշռված, անգամ չէր թողնում թիմակիցները նրանց հետ վիճեն։ Այնքան հանգիստ, ինքնատիրապետումն այնքան բարձր, որ լրագրողը հարցնում է պարոն Քոչարյան, այդ ինչպես է կարողանում հավասարակշռությունը միշտ պահել։ Հիմա նայենք Փաշինյանի քարոզարշավը։ Ճղճղոց, գոռգոռոց, ամեն վայրկյան թիկնապաները մի բողոքավորի հեռացնում են հրապարակից, բերանը փակելով, բերման են ենթարկում, անգամ կալանք են տալիս։ Նիկոլի հանդիպումները քաղաքացիների հետ ավարտվում է փորձանքով։ Քաղաքացիների գլխին եկած շառով։ Մի կարևոր բան մոռացա շեշտել։ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին գալիս են ուղարկված սադրիչներ, Փաշինյանի հավաքներին իրական տուժածներ։ Ինչու եմ ասում սադրիչներ, որովհետև երբ մարդը գնում ասում է ձեր օրոք ինձ 5 անգամ սպանել են, չգիտեմ ոնց բնութագրել։ Ուրեմն նա ասում է այդ ամենը կամերաների, ուղիղ եթերի համար։ Քոչարյանի քարոզարշավին մարդիկ են բողոքում, որոնք Ռոբերտ Քոչարյանի օրոք վնաս չեն կրել։ Ավելին, իր կառավարման օրոք բարգավաճել են, որքան որ կարող էին։ Նույնը Նիկոլը, օրինակ։ Այդ սադրիչներին ուղարկած փողատերերը, բոլորն էլ իրենց լավ են զգացել։ Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին բողոքում են հենց իր իշխանության զոհերը, իրական մարդիկ, ում կյանքը այս իշխանությունը կործանել է, որդեկորույս ծնողներ, տունուտեղ կորցած արցախցիներ, սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներ, աղքատացած մարդիկ։ Արտագաղթ է եղել իր պատճառով, պասպորտ սեղան ու պետական տարբեր հիմնարկներ ու ծառայություններ են գյուղերից փակվել եւ քաղաքացիները դժվարանում են, բերքը վնասվել է, չեն փոխհատուցել, կիսատ պռատ ասֆալտ է արվել եւ այլն։ Նրանք են գնում բողոքելու։ Ինչպես է արձագանքում Փաշինյանը, ընկնում է հիստերիայի մեջ, սկսում է գոռգոռալ, իսկ նրա տասնյակ թիկնապաները հարձակվում են բառացիորեն, բերանները փակելով եւ քարշ տալով վռնդում են իրենց դարդ ասող քաղաքացիներին։ Պապիկը, ում զինվոր թորանը զորանոցի փոխարեն այն խրճիթում էին պահում եւ զոհվեց, բողոքում է։ Նիկոլն ասում է փող են տվել, ուղարկել են որ խոսի։ Որն է Նիկոլի վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Ասում է դու ինչի չես զոհվել։ Գիտեք, չեմ պատկերացնում, որևէ պետության, որևէ ղեկավար իր քաղաքացուն այդպիսի բան ասի։ Ներքին անհավասարակշռություն ունեցող ղեկավարի հիստերիկ վարքագիծը նաև փոխանցվում է ամբողջ պետական համակարգին։ Ավանեսյանն ու Սուրեն Պապիկյանը առաջ այսպիսին չէին։ Հայաստանում գոյություն չունի համայնք, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 8 տարիների ընթացքում աղետ ու վնաս բերած չլինի։ Ամեն գյուղ իր փոքր եռաբլուրն ունի։ Շիրիմ հայկական դրոշը վրան հանգչում է Նիկոլի բերած 3 պատերազմներից մեկի զոհը։ Իր անհավասարակշիռ, անհաշվարկ, պոպուլիստական քաղաքականությամբ տարավ մսաղած մարդկանց ու հիմա գնում է նրանց բնակավայրը, նայում է որդեկորույս մոր աչքերին ու ասում եկել եմ որ նորից ինձ ընտրես։ Ու դա ասում է ճղճղոցով։ Ով չի համաձայնում, քաշքշում է։ Բերել է ավեր, խեղված ճակատագրել, թշնամուն նվիրած հողեր ու չքավորություն դարձած կենցաղ։ Ուզում եմ հասկանալ, իսկ ինչ էր ուզում, ինչ էր պատկերացնում։ Նա շրջում է իր ստեղծած աղետի գոտիներով, կանգնում է ավերակների վրա ու ասում է. «Քվե տվեք, որ հասկանամ ներելեք»։ Այնպես էլ վստահ է մուրում այդ քվեն։ Կարծես ինքը հավատում է, որ անմեղ է, որ ինքը չի դա արել։ Եթե պետության ղեկավարը իրեն պահել չգիտի, հենց պետությանն է հարված թիկունքից։ Ժորժ ջան, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման 10 տարին մեր երկրում համարվում է կայուն եւ թռիչքաձև զարգացման շրջան։ Սահմաններին խաղաղություն, բազմակողմ կապեր, գործընկերության զարգացում։ Պատճառը ի՞նչն էր։ Երկրի ղեկավարի adekvatությունը։ Երկրի ղեկավարը հավասարակշռված մարդ է, լաչար չէ, ճղճղան չէ։
Երբ նման հանգիստ պահվածք է պետության հետ կապված հարցերում, դրա համար էլ զուլումներ չեն լինում։ Արտաքին քաղաքականությունում սառնասրտությունը հաճախ որոշում է պետության ճակատագիրը։ Եթե ղեկավարը դուրս է գալիս հավասարակշռությունից, հիստերիկանում է, չի կարողանում վերահսկել իրեն, հակառակորդները դա շատ արագ օգտագործում են։ Պատերազմ, տնտեսական ճգնաժամ, ներքաղաքական բախումներ։ Այդ իրավիճակներում ժողովուրդը ղեկավարից առաջին հերթին սպասում է հանգստություն և վստահություն, ոչ թե նյարդային պոռթկումներ։ Պատկերացրեք, եթե Հայաստանի շարքային քաղաքացին իր արդարացի հարցով կարողանում է հունից անել Փաշինյանին ու գցել հիստերիայի մեջ, ապա ինչ են անում նրա հետ փակ դռների հետևում Ալիևը, Էրդողանը։ Նրանք գիտեն ինչպես ճնշել, ինչպես վախեցնել կամ հունից անել, որպեսզի ստանան զիջումներ։ Հիստերիկայով կապերը քանդվում են։ Հենց այսօր մեր երկրում բիզնեսի մի խոշոր ճյուղում աղետ է։ Ռուսաստանը արգելել է Հայաստանի ծաղիկների ներկրումը, մեջը վնասատու բաներ կան։ Իրականում այդ վնասատուները Հայաստանի Հանրապետության այսօրվա այս կառավարությունն է։ Չէ՞ որ սա Նիկոլի անհավասարակշիռ որոշումների պատճառով է։ Հայաստանից ծաղկի 99.5%-ը Ռուսաստան է արտահանվում։ Ինչ են անելու ջերմոցատերերը։ Կանգնեն կամերաների առաջ հիստերիկանան, դրանով հարց կլուծվի։ Փորձագետներն ասում են, սա ընդամենը ձնծաղիկներն են, վաղը մոտենում է միրգ բանջարեղենի մթերման արտահանման սեզոնը։ Արդեն ահազանգում են արտագնա աշխատանքի մեկնողները, որ դեպորտներ են։ Պատճառը Ռուսաստանի հետ սրա հիստերիկ պահվածքն է։ Ինչու մենք ունեցանք քաղաքական, սոցիալական, գնաճային, տնտեսական, անվտանգային երկրաշարժեր մեր երկրում այս անցնող տարիների ընթացքում, քանի որ պետության ղեկավարը չգիտի իրեն պահել, ինքնատիրապետում չունի։ Ասենք մի գագաթնաժողով է։ Պետությունների ղեկավարներ են հավաքվել քննարկվում։ Ադեկվատ ղեկավարը հանգիստ մթնոլորտ է պահում, սառնասիրտ որոշումներ կայացնում ու բանակցային սեղանից դուրս է գալիս երկրի համար ինչ-որ բան շահած։ Սառնասիրտ ղեկավարը լսում է, վերլուծում է և որոշումներ է կայացնում հօգուտ պետության, անգամ ամենածայրահեղ ճգնաժամի պահին։ Երբ անադեկվատ ղեկավարն է նստում բանակցային սեղան, հաստատ ինչ-որ բան հանձնում է, քանդում է, խառնում է իրար։ Դրա համար էլ առաջ դիվանագիտական հաջողություններ էին, հիմա դիվանագիտական երկրաշարժեր ու ձախողումներ։ Ցույց տվեք Քոչարյանի կառավարման տարիներին դեպք, որ Ռուսաստանը արգելի Հայաստանից ներմուծումները, չի եղել։ Վստահ եմ, որ Քոչարյանի կառավարման տարիներին էլ են եղել լիքը դժվարություններ, բայց հաճախ լուծել են այնպես, որ բիզնեսը անգամ չի էլ զգացել։ Հիմա մեկը հիստերիկանում է, մեկը ադեկվատ է իրեն կառավարում ու երկուսի կառավարումն էլ պետության մեջ անմիջապես ազդում է ժողովրդի վրա։ Էն, որ այն ժամանակ երկրի վիճակը կայուն զարգացում էր ապրում, նաև դա է պատճառը։ Հիմա, որ կայուն քանդվում է, Նիկոլի պահվածքի պատճառով է։ Մարտամեկն ասում է 2018-ին նստեցի մի մեքենայեղեկին, որը ընթանում էր դեպի անդունդ։ Սուտ է ասում, ինքը դանդաղ առաջ ընթացող մեքենան իր անհավասարակշռության պատճառով տարավ գցեց ձորը, ու հիմա գալիս շարունակում է, թե ամեն ինչ նորմալ է։ Ժորժ ջան, պետության ղեկավարի աթոռին չի կարող նստել մարդ, ում նյարդային համակարգը նման է բաց լարի։ Նմաններին իշխանություն չեն տալիս։ Եթե տալիս են էլ, շատ արագ վերցնում են ձեռքից, հենց պարզվեց ով է։ Կարճ ասած, երբ քաղաքացիներին հարցնում ենք ինչպիսի ղեկավար եք ուզում ունենալ, պատասխանում են ուժեղ, հավասարակշռված, խելացի։ Ժորժ ջան, երբ գնաք ընտրության, մի պահ մտովի նայեք ձեր համայնքի դրոշներով շիրիմներին, նայեք թշնամուն հանձնված հողերին, հիշեք այն ընտանիքներին, որոնք քանդվեցին այս 8 տարիների ընթացքում, հիշեք ձեր իսկ սոցիալական վիճակը, լարվածությունը, ատելությունը շրջապատում, պարզապես ինքներդ ձեզ հարցրեք, ինչ է բերել այս մարդը մեր համայնքին, բացի մահից, կորստից, վախից։ Նայեք Նիկոլի հիստերիկան ու որոշեք, երկիրը տանել հերթական երկրաշարժերի, թե ի վերջո բերել խաղաղություն։ Այս ամենը կախված է ընտրություններից, բառից բուն իմաստով կախված է ընտրություններից։